Մեր ծնողների որոշումը միշտ ելնում է ընդհանուր ժողովի, ընդհանուր խորհրդի, այսպես ասած, հիման վրա։ Մենք շաբաթ օրը հավաքվել ենք մեր անհետ կորած ծնողներով, մեր հետագա գործողությունները որոշելու համար, ինչ ենք անում, ինչ չենք անում եւ այլ, ու եկել ենք հետեւել եզրահանգման։ Քանի որ արդեն 6 տարի մենք մեր իշխանություններից ոչ մի դրական փոփոխություն անհետ կորածների ճակատագրի հարցում չենք ունեցել, ճիշտն ասած հույսել չունենք, որ կարող ունենանք, բայց մեծահոգաբար իրանց մեկ շաբաթ ժամանակ ենք տրամադրում այսօրվա իշխանությանը, որ մեր երեխեքի հարցում, անհետ կորածների հարցում մեզի հստակեցում ինչ-որ մի որոշակի դինամիկա դրական ասեն, մեզի ասեն։ Եթե չէ, այս մի շաբաթվա ընթացքում իրանց կողմից մեր այս բանին չլավ պատասխան, մենք արդեն սկսելու ենք, մենք ծնողներով որոշում ենք, որ գտնելու ենք մեր խողովակները, շատ կխնդրեմ, որ այս ամեն ինչ որ ասվում է, չկտրվի, չփոխվի, չբանչարվի, որտեվ ես շատ եմ, մենք ուզում ենք, ակնկալում ենք, որ այս ամեն ինչը նաև կդիտվի Ադրբեջանում։ Հիմա ասում ենք նպատակը, մենք չենք գնում ինչ-որ Ադրբեջան, եսիմ ինչ-որ պետական գաղտնիք հայտնելու ոչ բան։ Մենք գիտենք, որ Ադրբեջանում էլ կան մարդիկ, մեր կարգավիճակի մեջ մարդիկ, որոնք արդեն 90-ական թվականներից ունեն իրանց անհայտ կորածները։ Մենք փորձելու ենք իրանց հետ խողովակ գտնել, փոխադարձ աշխատելու։ Մենք ստեղ մեր ուժերով իրանց անհայտ կորածների ճակատագրով հետաքրքրենք, քանի որ իրանք չեն կարող անցնել, իրանց երեխեքով մենք էլ չեն կարող այդքան կնդե։ Բայց այդ երեխեքի ճակատագրի չի կարող մնա սենց անverջ, անորոշ։ Այսինքն որոշել ենք, որ գնալու ենք հակառի կամուրջի ուղղության վրա։ Փորձելու ենք Ադրբեջանի այդ կարգավիճակ ունեցող մարդկանց հետ լուբոյ տարբերակով կոնտակտի դուրս գալ, այսօր 21-րդ դարն է, այսօր մեյլ կա, այսօր տարբեր հնարավորություններ կա, կխնդրեմ այն մեր քաղաքացիներին, ովքեր որ 90-ականներից գիտեն Ադրբեջանի զովասների այտենց թաղված տեղեր, թող կապնվեն մեր հետ, մեզի տեղերն ասեն, որ մենք ունենանք այդ ընդհանուր բազան արդեն, նման դեպք մենք արդեն ունեցել ենք, արել ենք, ես կոնկրետ մի հոգի սպա եմ գտ, ով իրանքը տեղ ասել է, տարել են, քարտեզով նշել է, բայց ես չգիտեմ, այդ ինֆորմացիան մեր իշխանությունները փոխանցել են արդյոք Ադրբեջանին, նրանք գնացել են, իրանց գտել են, թե հանել են, թե չեն հանել, չգիտենք, մենք արել ենք, բայց հիմա, որ մենք վստահ լինենք, որ մեր աշխատածը, մեր կատարածը հասել է տեղ, ու իրանց կողմից էլ մեզ հույսով եմ կտրվի ինչ-որ մի ինֆորմացիա մեր երեխեքի հետ կապված, դա համար ամեն ինչ անելու ենք, կարծում եմ, որ մենք ավտո երթով կգնանք մինչև տեղ գյուղից էլ արդեն դեպի հակառի կամուրջ արդեն քայլերթով կշարժվենք, ճիշտ է մեր համար շատերս, քանի որ լիքը առողջական խնդիր ունենք ծնողների մեծ գրեթե մեծ մասը, բայց կփորձենք հնարավորության չափ հասնել ընդ ու ասենք այդ կոնտակտը ստեղծենք։ Հիմա ոնց կստացվի, ոնց չի ստացվի, հիմա ոչ մի բան չեմ կարող ասեմ, դա ընթացիկը ցույց կտա։ Պարոն վերջին անգամ երբ եք հանդիպում ունեցել կառավարության վարչապետի հետ կամ այո, եղել է հանդիպում։ Ես երևի 21 թվին եմ ունեցել վերջի հանդիպումը։ Իսկ ծնողները հետաքրքրվել են։ Ծնողները միշտ էլ հետա գիտեք, գնացել են, միշտ էլ տեսել են, լսել են, ոչ մի կոնկրետ բան չկա։ Այսինքն վարչապետի դա վերջիններ թե վերջինը չէր իման չեմ կարող հիմա հստակ ասեմ, բայց վարչապետի ինքը իր բերնով ասել է Ադրբեջանն ասում է չունեմ, Ալիևն ասում է չունեմ, անհետ կորածների մասով եմ ասում։ Ալիևն ասում է չունեմ, ծնողները ներկայացնում են փաստեր, վիդեո ֆիքսացիաներ, որտեղ երևում է փաստ, որ Ադրբեջանի զինվորը մեր երեխուն տանում է գերության։ Բայց Ալիևն ասում է չունեմ։ Ու Փաշինյանի համար Ալիևի չունեմը ավելի հիմնավոր փաստ է, քան վիդեոն։
Ինքը դաժե այդ արտահայտությունը ասել, ասեմ ավելին, ինքը ասում է երթում կերավ որ չունի։ Դա փակ հանդիպմանն է։ Հա, ժողովուրդ գիտեք, իրանց հետ մեր հանդիպումները մեծ մասը եղել է փակ դռների հետևում, դրա համար էդ էլ է իրաց նպատակն է, որ փակ դռներում լինի, որ այդ ներսի խոսակցությունը չն։ Բայց մենք ինչքան կարացել ենք, ելել ենք փոխանցել ենք ձեզի, որ ինչ խոսացվեց։ Իրա կողմից այդ, այսինքն բոլորը ձեռ ենք հաշե, այն Արաբրատ Միրզոյանին վերջի ձուկ հարց լրագրողները հարց տվեցին, գերիներին ինչ ասեց, այդ ծնգլարիկ։ Այսինքն այս հարցը մարդկանց համար արդեն ծնգլանելու թեմա է դառել։ Դե եթե իրենց համար արդեն այդ հարցը ծնգլա, արդեն մենք էլ ենք հասկանում, որ իրանք չեն զբաղվում։ Բայց մարդիկ էլ պետք է հասկանան, որ 6 տարի անընդմեջ սպասողական վիճակ այդ անհայտության մեջ դա չի կարելի, ժողովուրդ դա չենք կարող ու տարբեր համացանցում եւ այլն, որ արդեն փորձում են այս ծնողների վրա քար շպրտեն, ցեղ շպրտեն, վայ աման հələ դուք տեսեք, չէ, ունեք հստակ բաներ ասելու, արեք այնեք մեզ ասեք, մեզտեղ հենց ստեղ գտնվում են այն ծնողները, ովքեր հավատարիմ մնացին իրանց երեխեքին, ովքեր չհանձնվեցին, չգնացին, չծախվան, մնացին իրանց երեխուն, հավատարիմ պայքարում են մինչև վերջի իրանց այն ոնց որ ասած շունչը լիքը մարդիկ չդիմացան, արդեն մահացան անայդ կորածների ծնող, չդիմացավ մարդկանց սիրտը, պայթավ այդ մարդկանց սիրտը, այս մարդիկ են մարդիկ են, որ ոչ մի ձև չփոխեցին իրանց երեխուն այլ ինչ-որ բանի հետ։ Դա համար այս մարդիկ անգամ պատրաստ են գնան ադրբեջանցու հետ, չեմ ասում բարեկամություն, չեմ ասում գնում ենք պետական գաղտնիք հայտնենք, չենք ասում չէ, մենակ մեր երեխեքի հարցի վերաբերյալ փորձել ենք խողովակ գտնենք իրանց հետ համագործակցենք։